Որպես ծնող մենք արդյոք իրավունք ունենք երբեմն թուլանալու կամ հաճախ թուլանալ, ասել դե կներես, ռեսուրս չունեմ, հիմա կբղավեմ վրատ ու որոշել եմ, որ ես պետք է լինեմ իմ հույզերը արտահայտող ծնող, դե հիմա կնստեմ ու մի լավ քեզ ինչ պետքն է կասեմ կամ կբղավեմ։ Չէ որ միշտ կա ինչ որ մի զանգ, որ պիտի զնգա, որ եթե անգամ չունես ռեսուրս, այ որտեղից եք, ոնց եք դուք քերում այդ ռեսուրսը գտնում, հավաքում, իմի բերում ու չվնասում դրանով Միքայելին։ Էմոցիաները ցանկացած պարագայում պետք է դուրս գան, էլի վերադառնանք այդ նույն կետին, որ էմոցիաները չի կարելի պահել, բայց էլի չծայրահեղացնել, դուրս հանել, բայց ինչպես, ասենք, ոչ թե երեխայի ներկայության բաժակը կոտրելով օրինակ կամ երեխային ապտակելով, այլ կարողանաս հենց հասուն գիտակից արդեն մարդ լինելու առանձնահատկությունն այն է, որ դու ճանաչես եւ տիրապետես քո հույզերը, ինչը անկեղծ նշեմ, ես բացահայտեցի, որ այդքան էլ լավ չէի տիրապետում, էլի Միքայելի ծնվելուց հետո նոր շատ մեծ աշխատանքներ կատարեցինք, ես էլ ամուսինս էլ ինքներս մեզ բացահայտելու, մեր ունակությունները թե ինչից կարող ենք ունից դուրս գալ, ինչից չէ, ինչքան ռեսուրս ունենք առհասարակ, որովհետեւ մինչեւ երեխայի ծնվելը դու լրիվ ուրիշ պատկերացումներ ունես քո անձի վերաբերյալ, դրանից հետո այնպիսի բաներ են մեկ էլ այսպես անակնկալի նմանի հայտ գալիս, որ դու երբեք չէիր սպասում։ Եվ կարծում եմ երեխայից հետո նոր դու մտնում ես, այսպես ասած, հասուն կյանքի մեջ։ Պարզապես կարևոր է, որ ծնողը այդ շեմա ժամանակին եւ ճիշտ անցնի եւ դառնա գիտակից ծնող, ոչ թե մնա այդ երեխայի կարգավիճակի մեջ եւ լինեն երկու երեխա նույն հարթակում իրար հետ շփվելիս։ Սովորաբար այդպես էլ լինում է։ Այո, շատ հաճախ եմ հանդիպում եւ նկատել եմ, որ հասարակության 90%-ը պարզապես արդարացնում են իրենց չիմացությունը իրենց հուզական ոլորտի մասին, պարզապես բնութագրելով, որ իրանք այդպիսի մարդիկ են։